Ժողովրդուն չենք բարևել։ Ձեզ չենք բարևել, բարև ձեզ։ Ձեր համարն էլ ունեմ, Ռուսաստանից կապնվել եմ, եկել եմ ձեզ ընտրել եմ, հիմա էլ կընտրեմ, ջանի ձի մերն եմ։ Էս ձեզ։ Ապրեք, շնորհակալություն ձեզանով։ Բարև ձեզ, ոնց եք, ես էլ ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ուրախ եմ շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավա ձեր տրամադրությունը։ Տրամադրությունը լավ է, բայց շատ բարդ իրավիճակում է։ Ինչի։ Այս մեր տունը, կոմունալի կարելի է մեկն է տրամադրել։ Այն դիմացի հող ուզում ենք սեփականաշնորհել։ Ո՞ր է ձեր տունը։ Հենց կենտրոնում է այս ուզում ենք դիմացի հողը սեփականաշնորհենք, երկու երեխա ունենք։ Այդտեղ որևէ բնակարան սարքել, որ երեխաներին կարողանանք ամուսնացնել։ Հասկացա, ի՞նչն է խնդրեմը։ Գումար չունենք, ամուսինս դահական թողել այն վրա։ Չէ, ես ընդամենը 60,000 եմ ստանում, ոչ կարողանում ենք աշխատել, ոչ կարողանում ենք ապրել։ Իմ անունը Հարությունյան Գայանն է։ Այս 3 տարի չեմ կարողանում ատամներս սարքեմ։ Դպրոցում աշխատում եմ, Ինչ եք աշխատում որպես։ Ուսուցչի օգնական եմ աշխատում, բայց հայոց լեզվի գրականության ուսուցչուհի եմ, ժամեր չունեմ, սոցիալական ահավոր ծանր վիճակում եմ եւ շատ սոցիալական վիճակը միասնական սոցիալական ծառայությունը պիտի ձեր հարցով զբաղվի։ Պետության աջակցությամբ այդտեղ մի երկու սենյակ կառուցել, որ կարողանանք հիմա մենք մեր նախընտրական ծրագրի մեջ պարոն Թորոսյան սոցիալական բնակարանաշինության ծրագիր ունենք, որտեղ 17-ը, մեկը 10։ Շատ լավ, դե 18-ը արդեն երեխա արդեն հասուն մարդ է, էդ էլ պետք է փոխենք, որ առողջական խնդիր ունի։ Շատ լավ, դրա համար նախ սոցիալական, եթե հրատապ կարիք ունեք, դրանով պետք է միասնական սոցիալական ծառայությունը զբաղվի։ Երկրորդն էլ խոսել է։ Դե արդեն նախարարի հետ գիտեք սոցիալական նախարարի հետ խոսել եք արդեն ինչ հնարավոր է անել, բայց ընդհանրապես պետք է զբաղվել, մեր պատկերացրած է հետևյալն է, աշխատանք, կրթություն, աշխատանք, կրթություն, աշխատանք, կրթություն։ Շատ լավ, դե ուրեմն եթե շատ լավ կրթություն եք ստացել, ես ձեզ ինչ խորհուրդ կտամ, ընդունվեք աշխատանքի որպես ուսուցիչ, ատեստավորվեք, այսօր Հայաստանում ասում եք 60,000 դրամ են ստանում, այսօր Հայաստանում ուսուցիչները մինչև 700,000 դրամ աշխատավարձ են ստանում, բայց դրա համար պետք է ատեստավորել գերազանցով, դրա համար կա տարակարգա պետք ունենալ եւ էդ է ճանապարհը, որովհետեւ հասկանում եք, ես ձեզ մի բան ասեմ, եթե բոլորը ոչ մեկը այդ ջանքով չգնա ինքը իր աշխատավարձը չբարձրացնի, ինքը կրթությունը չլավացնի, աշխատավարձը չմեծացնի, ոչ մեկ չաշխատի, պետությունը ոնց բոլորի ատամները սարքի, տուն սարքի, էս անի, ճանապարհը սարքի, այն անի, ոնց։ Որ ատեստացիա անցնեմ ու աշխատեմ։ Պետք է ձեզ դուք դառնաք պահանջված որպես ուսուցիչ։ Պահանջված ուսուցիչը բանա ժամեր չունեք, մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել կամավոր համընդհանուր հայտարարագրման համակարգով, մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել, որ այն ուսուցիչները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ հմտություններ, օրինակ ընկերություն բացեն, երեխաներին տնային աշխատանք անելուն աջակցեն եւ պետությունը ծնողները վճարած գումարները մենք տարեկան 70 միլիարդ դրամ հատկացնում ենք նույն 70-ը ամբողջնա 70-ից ասենք լավ 30 միլիարդ դրամ տարեկան հատկացնում ենք այդ թվում ձեր նշած մարդկանց եթե դուք իրոք լավ կրթություն ունեք լավ ուսուցիչ եք պետք է ձեռը պարզել այդ 30 միլիարդը ձեր բաժինը ստանալ ատամն եք սարքեք տունն եք սարքեք ամեն ինչ եք սարքեք դիմացի ես կներեք հողակտորի հարցով համայնքն է զբաղվում ես հողակտորի հարցով ես ձեզ ներկայացնում եմ այն հնարավորությունները որ դուք ունեք եւ մենք ձեզ խնդրում ենք օգտվեք այդ հնարավորությունից մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը մենք ստեղծել ենք որ ուսուցիչը 700,000 դրամ աշխատավարձ ստանա 700,000 դրամ աշխատավարձ ստանալուց հետո էլ առողջության ապահովագրություն ճիշտ առողջության ապահովագրությունը ատամնաբուժությունը չի ծածկում բայց բնակարան ձեռք բերելու կառուցելու համար եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում այսինքն մեր խնդիրը հետեւյալն է մենք քաջալեր ենք որ մարդը աշխատի ինչքան աշխատի այնքան քաջալեր ենք չի լինի որ չաշխատելու
Երեխա ունեցողների բնակավարման ծրագիր ունենք, 1000 մի ծրագիր ունենք, բայց մեր ծրագրի փիլիսոփայությունը ինչ է, որ մարդը ինքը իր վրա պետք է աշխատի։ Մարդը պիտի նախ ինքը իր վրա աշխատի եւ մարդը հետո աշխատաշուկայում պետք է աշխատի։ Այն կներեք պարոն վարչապետ 556,000 դրամ աշխատավարձ ստացող։ Ինչքան 556,000 դրամ։ Էս դես։ Շատ լավ։ Ինչ տվել եք, Բարև ձեզ։ Ոնց են գործերը։ Այս կրպակներում էլ թերթ բան չկա, չէ։ Հա, թերթ վաճառում, առնում են մարդիկ, քանի թերթ եք օրերը վաճառում։ Բայց հա, խաչբարները կա, խաչբարներ։ Դե 2-3 արդեն համարյա Էլի լավ է։ Չէ, էլի լավ է, բայց արդեն բան է, էլի զրոյանում է։ Նկարում եք, էլի։ Նկարում ենք, Որքան դրեմ պարոն Մարսպետ, նկարեք։ Բարև ձեզ, ո՞նց եք, պարոն դուք ո՞նց եք։ Շատ լավ եք, ձեր ցավը տանեմ ես։ Հա, չի կարելի։ Հա, լավ։ Մի հատ նկարվենք հետո իրար հետ։ Իհարկե։ Լավ եք եղբայր, լավ ամ է։ Բան եմ ուզում ձեզ ասեմ։ Ասա։ Պարոն Մարսպետ։ Թակում բան չասեք, որտեղ ող եթերին։ Խնդիր չկա, թող նկարվի։ Հա։ Այս դատական գործերը, որ Լոռու մարզի դատախազությունը չի աշխատում ընդհանրապես։ Դե տենց հարցը բակարանք ոտի վրա քննարկենք։ Բան Պետք է մի հատ գրեք։ Ես գրե ուղարկել եմ, Ինչո՞վ։ ստացել եք էլեկտրոնի բանով։ Հա, ուրեմն։ Բերել եմ ձեր մոտը քարտուղարության Հա։ մոտով է, ու իրանք փոխանցել են ձեզ։ Դե ինչքան կառավարության իրավասություննա կզբաղվեն եղբայր, կզբաղվեն։ Լավ եղեք։ Ձեզ մոտ ոնց կարելի է գալ։ Հիմա իրատեսական չէ, էլի եղի։ Ես եմ գալիս ձեր մոտ, էլ դուք իմ մոտ գալիս եք, ինչ Հա դե որ ոտի վրա խոսալու չի դրա։ Եղբայր, նկատի ունեմ հիմա այդ նախընտրական շրջան ենք մտնում, ամբողջ օրը արդեն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, այդ կմնա հետո մի առիթով ամենաճիշտ տարբերակը չնայած Մարսպետ հետ նկարում չեմ մենք մարսպետարան մեր հարցը։ իհարկե, բայց մարսպետն է դատական համակարգ հետ կապած մարս Բայց վերջը մարզը իրանա բարի բարի Մեռնեմ քեզ։ մի հատ Ես մտի սենց հզորել ես։ շնորհակալ նվիրեմ սրան Դու տանեմ թորս։ Դու տանեմ թորս։ Էս ինչ է Չէ, 95 թվին իմ տղուն տարան ինվալիդացրեցին եկավ։ Թող են ժամանակ Քոչարյան կայներ խոսարաներ։ Ինչու՞ աչարեցին։ վայ հաճույքով Խնդրեմ ձեզ Հաջան։ լուսավորություն որ դուք հաշել ես մեր փողոցները մեզի միլիոն արժի ցավը տան Մարիկ ջան դուք քանի տարեկան եք Ես 71 տարեկան եմ փողոցը սարքել ենք Չեն սարքել բա ինչն է Հələ լուսնեք արի մեր փողոցների տես ինչ Չէ, ձևի է այս հիմնական փողոցը, բա Ես հիմնական թողի փողոցն էլ մեր փողոցն էլ Իսակյան փողոցը քիչ է սարքել սարքելն է Թողան է մեզ տերություն Բայ որտեղ ենք լույս քաշը, ինչ լույս եք Արել է լուսավորություն եկել Բա Մարիկ ջան, ուրիշ բան եմ ասում, բա իմ առողջության ապահովագրությունը մեկ, իհարկե աստվածտա Հենտա են անգամ էլ ես եկել եմ էլի քեզի սենց չթողեցին մոտիկանա Իմ թորը 44 օրվա ինքը ոնց են ասում լավ տղա է չգիտեմ արդեն մոռացել եմ երկու թուրքի տանկը տրակցրեց Հասոյան Ռոման Բանմադախիսուն դաժե Իրան մենակ կոչում տվին լեյտենանտին ոչ մի բան չտվին Ին թորը հելավ այդ վիճակում տեսավ հնար չկա կարգին գործել չտին թոշակ չտվին թողեց գնաց մինչև առեսօր լիքը ասկոլկետը մեջա փորի մեջ Հիմա Հայաստանա թե չէ թողեց գլուխ Բա թող գա, թող հետ գա Բայց հիմա դեր թոշակն էլ ավելացավ ճիշտ է ապրես Եվ առողջության ապահովագրությունն էլ Իմ թոշակը ես ինչքան տանջվել եմ Ինչքան քրդինքը տապել են բալաջան, անցի կես են տվել։ Դե այդքան կամած 38000 է։ Հիմա դարել է 48000։ Հիմա դարել է 48000։ Բանում եք աշխատել, կոլխոզում եք Կոլխոզում եմ աշխատել, հացի փորնել եմ աշխատել, դաշնել եմ աշխատել։ Դե կամած կբարձրացնենք։ Լավ եղեք, շնորհակալ եմ, որ այդքան բաների միջով անցել եք եւ ու տենց դրական եք մնացել։ Շատ շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ։